Ողջույն բոլորին, ես սկսեմ մեջբերումից։ Վաղ թե ուշ ինչ որ լուրջ մարդ պետք է իրեն զոհաբերի։ Որքան ուշ դա տեղի ունենա, այնքան վատ կլինի ամբողջ ազգի համար։ Այդ խոսքերը պատկանում են, այդ միտքը պատկանում է Ռուբեն Վարդանյանին եւ գրված է գրքի շապիկում, այս շապիկում այս կողմն է գրած, իսկ գիրքը կոչվում է Ռուբեն Վարդանյան Դոն Կիխոտն ու վիշապները։ Հեղինակն է մեր լավ գործընկեր Արա Թադևոսյանը։ Ովքեր են վիշապները, պարզ է, որ Դոն Կիխոտը հենց այն մարդն է, որը իր իդեալների համար պատրաստ է գնալ մեծ զոհությունների, այսինքն տվյալ դեպքում Ռուբեն Վարդանյանը։ Այն սարսափելի վիճակը, որում գտնվում է Ռուբենը Բաքվի բանտում, արդիական է դարձնում հենց այդ բառերը, որոնք մեջ բերեցի, եւ ընդհանրապես նրա նախկինում նրա բոլոր ասածները եւ նրա գործունեությունը, որին անդրադառնում է Արա Թադևոսյանը, նա Ռուբենի հետ համագործակցել է երկար տարիներ նրա կառույցների հետ, Ռուբենը կիսվել է իր մտահոգություններով, իր մտքերով, իր տեսլականներով եւ նրանք լավ ջերմ բարեկամական հարաբերություններ ունեն։ Գրքում նկարագրվում են Ռուբենի եւ նրա ընկերների մի քանի խոշոր ծրագրեր։ Ես պարզապես թվարկեմ մի քանիսը։ Idea, Initiative for Development of Armenia, Ավրորա մրցանակաբաշխությունը, որի նպատակն է, որքան ես հասկանում եմ, ներկայացնել մեր ցեղասպանությունը, ընդհանրապես ցեղասպանությունը այդ խնդիրը միջազգային հումանիզմի պրիզմայով։ Դիլիջանի միջազգային դպրոցը, FAST հիմնադրամը, Foundation for Armenian Science and Technology, որի գաղափարը զարգացավ արդեն ապրիլյան պատերազմից հետո 2016 թվականից հետո, երբ զգացվեց եւ դրա մասին անընդհատ գրում էր, այս գրքում էր հիշատակվում է, որ զգացվեց, որ կան շատ կտրուկ քայլեր նաև գիտության եւ տեխնոլոգիայի մեջ, որովհետեւ առանց գիտության եւ տեխնոլոգիայի չկա անվտանգություն ժամանակակից կյանքում եւ կառավարման համակարգում եւ գիտության մեջ եւ ամենակարևորը մեր հոգեբանության, հասարակական հոգեբանության մեջ։ Գրքի անոտացիայում գրված է, որ ներկայացված է Ռուբենի հայացքների էվոլյուցիան։ Եվ ահա գիրքը կարդալով ես տպավորություն ստացա, գուցե այդ տպավորությունը ճիշտ չէ, բայց բոլոր դեպքերում ասեմ, որ հանգրվանային էր 2016 թվականը։ Մինչ այդ Վարդանյանի գործունեությունը կարելի է ասել ավելի ապաքաղաքական էր։ Բայց ապրիլյան պատերազմից հետո պարզ դարձավ, որ զուտ նման ծրագրեր իրականացնելով, զուտ բարեգործությամբ, զուտ ֆիլանտրոպիայով եւ այլն, հնարավոր չէ ինչ որ բան փոխել մեր երկրում, որ առանց քաղաքական բաղադրիչի, այսպես ասած, մեր երկրում դժվար կլինի որևէ բան փոխել։ Գրքում մի քանի տեղ Ռուբենը այն միտքն է արտահայտում, որ 16 թվականից հետո, որ ժամանակը շատ քիչ է մնացել, պետք է փոփոխություններ, թե չէ հետո ուշ կլինի։ Այդ կանխատեսումը, ինչպես գիտեք, իրականացավ։ Երբ 16 թվականի սեպտեմբերին Կարեն Կարապետյանը նշանակվեց Հայաստանի վարչապետ, դա Ռուբենի մոտ մեծ ոգևորություն առաջացրեց, նրանք ընկերներ են, եւ նամակ գրեց հաջորդ օրը, այդ գրքում այդ նամակը հրապարակվում է առաջին անգամ։ Բարեփոխումների շատ լայն շրջանակներ առաջարկեց, որոնք բոլոր ոլորտներն են ընդգրկում եւ նաեւ առաջարկում է իր աջակցությունը, իր անվերապահ աջակցությունը այդ բոլոր ոլորտներում։ Երբ Արան մի քանի օր հետո հարցրեց Ռուբենին, ինչպիսին էր արձագանքը, պատասխանը հետեւյալն էր. արձագանքը լավը չէ, նա պատրաստ չէ։ Ռուբենի եւս մի ծրագրի մասին կա այս գրքում Հայաստան 2020, 2005 թվականին հրապարակվեց մասնավորապես 4 սցենար, որոնցից մեկը Եվրամիությանը անդամակցելն էր։ Ըստ այդ ծրագրի 2018 թվականին պետք է անցկացվեր
հանրաքվե Եվրամիությանը միանալու հարցով։ Դա իգիտություն նրանց, ովքեր նույնիսկ հիմա շարունակում են բամբասել, որ Ռուբենը Պուտինի ուղարկածն է։ Այդ թեմայով եւս մի մեջբերում գրքից 2015 թվականին հրապարակվել էր այսպես կոչված նամակ անհայտ ընկերոջը, որտեղ կան հետևյալ տողերը։ Օրինակ Վլադիմիր Պուտինի վերջին այցելությունը Թուրքիա, դա գրում է Ռուբեն Վարդանյանը, ցույց տվեց, որ մեր հարցն ընդհանրապես նրա օրակարգում չկա։ Այդ պատճառով վտանգ կա, որ մեր ճակատագիրը հերթական անգամ կորոշեն առանց մեր մասնակցության։ Գրում է Ռուբեն Վարդանյանը, հիշեցնեմ 2015 թվականին։ Իդեպ բամբասանքների եւ բամբասողների մասին։ Գրքում կա մեջբերում Նիկոլ Փաշինյանից 2024 թվականի ասուլիսում նա հետևյալ ռետորական հարցերն է տալիս։ Ինչպես եղավ, որ նա հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից։ Ով նրան հանձնարարեց կատարել այդ քայլը։ Ով նրան գործուղեց Հայաստան, Լեռնային Ղարաբաղ։ Կարճ ասած իմաստը այն է, որ այդ ամենը հանձնարարեց եւ ուղղորդեց եւ հորդորեց եւ այլն Պուտինը, իսկ հետո տեր չկանգնեց, դե եթե տեր չկանգնեց, ուրեմն մենք ստեղ գործ չունենք անելու։ Ռուբենը Բաքվի բանտից տվեց դրա պատասխանը, որը իմ կարծիքով շատ դիպուկ է։ Յուրաքանչյուր մարդ ուրիշի գործողությունների մասին դատում է ելներով իր կյանքի մոդելներից եւ սկզբունքներից։ Վերջում, ում համար է այդ գիրքը։ Հեղինակը Արադ Թադևոսյանը գրում է. Գիրքն իհարկե այն ոչնչությունների համար չէ, որոնք ինչ հերուրանք ասես չեն գրում Բաքվի բանտում նստած Ռուբենի մասին։ Գիրքն այն մարդկանց համար է, որոնք գուցե համակրում են Ռուբեն Վարդանյանին, բայց բազմաթիվ հարցեր ունեն, օրինակ ես։ Նաև այն մարդկանց, ովքեր չեն համակրում, բայց ավելին իմանալու ցանկություն ունեն։ Շատ կարևոր, շատ հետաքրքիր գիրք է, խորհուրդ եմ տալիս այն անպայման կարդալ։ Լավ մնացեք։